Բարև ձեզ ժողովուրդ ջան, երկու բառով անդրադառնամ կապիտուլյան տես ամենօրյա վայրահաչումներին եկեղեցու հանդեպ։ Ամեն օր իր էջում գրառում է անում, չգիտես ինչու թողել է բան ու գործը եւ թիրախավորել է եկեղեցին։ Այստեղ խնդիրը գիտեք ինչն է։ Եկեղեցու մեջի խնդիրները եկեղեցու գործն են եւ հոտի գործն է։ Բոլոր հարցերն էլ դժվող են։ Խնդիրը նրանում է, որ ընտրություններ են մոտիկանում, ընտրություններ։ Եվ սա նոր թիրախ ընտրել եկեղեցուն, որպեսզի ժողովրդի, այսպես ասած, քվեները շահի, նորից վերընտրվի։ Նախկիններին մոռացավ, արդեն նախկինների թեման արդեն այնքան ջրիկացել, այնքան արդեն անհետաքրքիր դարձել, գցեցին, բռնեցին, որոշեցին, մտածեցին, ինչ անենք, ոնց անենք, ժողովրդին շեղենք այս երկրի խնդիրներից, կապիտուլյանտի դավաճանություններից, սրբապղծություններից, հիմա էլ ինչ անենք, արեք եկեղեցին նորից թիրախավորենք, թարմ թեմա է, ինչի՞ չէ որ, սկսենք հիմա եկեղեցու վրա աշխատել, նոր դիվիդենտներ քաղենք, որպեսզի վերընտրվենք։ Այս է սրա կապիկությունները։ Եվ նախադաշին ելույթում էլ ինչպես ասացի, նաև իր առաջին իշխանավարության ժամանակ, որ առաջ անգամ էր ընտրվել, հետո երկրորդ, հիմա նորից է ուզում ընտրվի, բնականաբար այնտեղ կան կետեր, որ չի կատարել արևմուտքի կողմից իրեն տրված այդ հրահանգները։ Նորից կրկնեմ, դա է, որ պետք է եկեղեցում լինի այնպիսի մի կաթողիկոս, այնպիսի եպիսկոպոսներ, որպեսզի պետությունը վերահսկի եւ պետության ձեռքի տակ մտնեն եւ անեն այն, ինչ որ պետությունը իրենց կասի իշխանությունները, այսինքն գեյ ու լեսբիան կեքին եկեղեցով պսակեն եւ տարբեր տեսակի այլասերվածություններ, ել չեմ ասում, որ եկեղեցին թալանելու, լրիվ թալանելու եկեղեցի նպատակ ունեն։ Այս է հիմնական խնդիրը, ժողովուրդ ջան։ Այնպես որ այդ տավարի խելքին չեն գտեք, այդ աննասունի, այդ ոչնչությանը, որ ամեն օր քնում զարթնում մի բան է, մոգոնում թե ինչ անի, ոնց անի, որ դիվիդենտներ շահի։ Օրնիկի վաստակը սաղ երկիրը կործանելը, ամեն ինչ քանդու քարափար է, ալան թալանը գնում է ավելի բետար, քան նախկինների ժամանակ, չգիտես ինչի հիմա էլ թիրախավորել է եկեղեցին։ Թող թիրախավորի։ Ուղղակի դուք ձեզ հուշելու համար եմ ասում, որ հասկանաք, որ այս ամեն ինչը արվում է ընտրությունների համար, որտեղ ընտրություններ են գալի, նորից կրկնեմ։ Ահա թե ինչի է անում դա։ Ինչև է, հուսով ենք, որ ոչինչ էլ չի ստացվելու։ Թող անի, ինչքան շատ խորանա, այնքան ավելի վատ իր համար։ Ես ասել եմ, ինքն իր բերանով է խնդրում, որ իրեն սատկացնեն, պարզապես ինքն էլ է զարմացած, որ ժողովրդի համբերությունը այսքան տավարի համբերություն է, էշացած են, էլի։ Միթե կարելի է այսքան հանդուրժել։ Դե քանի որ հանդուրժում են, ինքն էլ մտածում է, ինչի՞ չխորանամ, եկեք ավելի ու ավելի հուպ տամ, գազ տամ մինչև վերջ։ Պետք է լինի ժողովրդին կասեն, մա չոքեք, ոտերս համբուրեք, տեսավ բան դուրս չի գալիս, նրանք մի գլուխ հանդուրժում եւ հանդուրժում են, արդեն սկսի ծաղրել, թքել, մրել, խնչել ժողովրդի վրա, մինչև այս ժողովրդի համբերությունը իրար գա, դուրս գա համբերությունից, ելնեն գան մորեն բեռնիսը շինեն, հենց այդ իշխանության աթոռի վրա։ Այս է խնդիրը, որ տավարի պես համբերություն ունեք ու ոչ մեկ չի ցանկանում ոտքի կանգնել։ Առայժմս